Հայաստան, Երևան, հանրային հեռուստաընկերություն, բարի երեկո, առաջին ալիքի եթերում Ազատ գոտին է։ Երկուշաբթի սուրբաթ ճիշտ այս ժամին միացեք մեզ եւ շնորհակալություն, որ բաց չեք թողնում Ազատ գոտու հաղորդումները։ Մենք խոսելու ենք դերասանի մասնագիտության մասին եւ ինչպիսին են նրանք դերում եւ կյանքում։ Սա իհարկե շատ պարզ եւ գուցե պարզունակ է հնչում, բայց կարծում եմ, որ կփորձենք այսօր պարզել եւ զրուցել մեր հյուրերի հետ։ Դերեր, որ ուղեկցում են դերասաններին ամբողջ կյանքի ընթացքում, Արմեն Էլբակյանը, Արտաշես Ալեքսանյանը դերասանի վարպետության մասին, Գնունին նույնինք Արտուր Կարապետյանը, Կտորմը երկնքի երեք քույրերից նույնինք Էվելինա Շահիրյանը, եւ ի վերջո Ազատ գոտու հերոսը ադրբեջանցու դեր խաղալուց հետո ու նրա խնդիրների մասին։ Սիրով ուզում եմ տաղավար հրավիրել մեր առաջին հյուրին։ Էլբակյան ազգանունը արդեն մի քանի տարի տարբեր սերունդների շուրթերին է, բոլոր ժամանակներում էլ այն հնչեցրել են մեծ սիրով եւ համակրանքով։ Մեր հյուրն է սիրված դերասան եւ ռեժիսոր Արմեն Էլբակյանը։ Բարև ձեզ, պարոն Էլբակյան, ուրախ ենք եւ մեզ համար հպարտություն է ձեզ տեսնել Ազատ գոտու տաղավարում։ Հետաքրքիր է, որն է այն մեծ գաղտնիքը, որ բոլոր սերունդներին եք կարողանում ներկայացնել եւ բոլոր սերունդի ներկայացուցիչները ձեզ այդքան շատ սիրում են։ Շատ անսպասելի հարց է։ Գաղտնիքը չեմ կարող ասել որն է, բայց ես այսպիսի մի խոսք ունեմ, ասում եմ սղոցը չպետք է հպարտանա, որ սղոցել գիտի, որովհետև սղոցելու իրավունք նրան Աստված է տալիս։ Հիմա երևի Աստված ինչ-որ բան տվել է, որ այդպես է ստացվել։ Պարոն Էլբակյան, արդյոք դուք նույն մարդն եք, այսինքն դերում, երբ ինչ-որ որևէ դեր է լինում, ինչպես եք կարողանում արագ ինտեգրվել այդ դերի մեջ, ինչ-որ ապրումներ են պետք, դուք առանձնանում եք, մտնում եք այդ դերի մեջ, այ որն է այդ դերասանի մասնագիտության գաղտնիքը։ Ընդհանրապես մեզանում ընդունված է, որ ասում են, թե դերասան չեն դառնում, դերասան ծնվում են, բայց ես ուզում եմ ձեզ ասել, սիրելիներս, որ դա իրոք այդպես է, բայց դերասանի մասնագիտությունը դա պրոֆեսիա է, եւ նրան պետք է տիրապետել։ Այս հարցը իր մեջ պարունակում է մի ամբողջ գեղարվեստաթատերական ինստիտուտի դասընթաց 4 տարվա դրա պատասխանը, բայց ամենայն դեպս կերպար դու դրանք տարբեր բաներ են։ Դու քո եսը դնում ես այդ կերպարի մեջ, բայց կերպարը ստեղծում է պոետը, այսինքն գրողը, հա? Նա թղթի վրա ստեղծում է այդ կերպարը, գրում նրա կենսագրությունը, նրա ապրելակերպը, նրա ցանկությունները, իսկ դու կարդալով, ասենք վերցնենք Համլետը, հա, Շեքսպիրի, կարծում եմ այստեղ բոլոր ներկաները գիտեն Համլետը, եթե չեն կարդացել, թող կարդան, եթե չեն կարդացել, գուցե կինոյում տեսել են, որովհետև շատերն են անդրադարձել այդ նյութին, այդ հրաշք պիեսին, ուրեմն կա Համլետը, հիմա մեզանից ոչ ոք իշխան չի ծնվել, նամանավանդ Դանեմարկայի իշխան, բայց գոյություն ունի հեղինակի գրված գործը, այն տեքստը, որ գրել է հեղինակը, այն առաջադրվող հանգամանքը, որի մեջ ապրում է հերոսը, եւ մենք դերասաններս օգտվելով այդ տեքստից, այդ մթնոլորտից, որ ստեղծված է գործի մեջ, շունչ ենք տալիս այդ կերպարին, հա, եւ մեր ասոցիատիվ երևակայությամբ պատկերացնում ենք, թե ինչպես է իշխան Համլետը քայլում, ինչպես է ապրում, ինչ է ուզում, եւ այդ ամեն ինչը մենք չենք վերցնում օդից։ Մենք դա վերցնում ենք այն պիեսից, որը գրել է անմահ Շեքսպիրը։ Շնորհակալություն, պարոն Էլբակյան։ Կարծում եմ սա նաև հրաշալի մաստեր կլաս է հեռուստադիտողների համար, այն մարդիկ, ովքեր այս ասպարեզ մուտք են ուզում գործել։ Ես գիտեմ, որ շատ քիչ ժամանակ է հատկացված եւ էլի հրաշալի հյուրեր կան, որոնց դուք կտեսնեք, իմ գոլեգաները, որոնց շատ սիրում եմ եւ գնահատում։ Դրա համար փորձեցի հնարավորինս Եվս մի հարց փորձենք շատ կարճ, օրինակ արտասահմանից մեր տուն հյուրեր են եկել եւ այդ պահին գեներալի աղջիկը հեռուստասերիալն էր եւ
հյուրերը շատ այսպես զարմացած ասում են, ինչպես ձեզ մոտ գեներալները խաղում են հեռուստասերիալում, այսինքն նրանք չէին պատկերացնում Ծափարեն Բանելբեկյանին, չէին պատկերացնում, որ դա դերասանի գործ է, եւ այսպես այս հարցերի շուրջ նաեւ խոսենք մեկ այլ դերասանի հետ, որը հիմնականում խաղում է բացասական դերեր, բայց միևնույն ժամանակ շատ սիրված ու պահանջված մարդ դերասան Արտաշես Ալեքսանյանին սիրով հրավիրենք Ազատ գոտու տաղավար։ Բարև ձեզ, պարոն Ալեքսանյան, այդքան դաժան եւ այսպես մահու սարսափ առաջացնող տեսարաններ կան եւ միևնույն ժամանակ ինչպես է կանում, որ այդքանով հանդերձ սիրում եւ ընկալում են այդ կերպարը։ Իմ վարպետս Արմեն Բարիսեվ Ջիգարխանյանը ասում էր՝ մի փոքր գաղտնիք պետք է ունենաս։ Այդ էլ թող մնա իմ գաղտնիքը, չասեմ դա։ Շնորհակալություն։ Այդ ակտիվ եմ, երբ բացասական կերպարներ են առաջարկում, օրինակ շատ հայտնի դերասաններ ասում են, որ նրանք երբեմն խուսափում են, ինչու հատկապես բացասական դերեր եւ երբեմն լինում է, որ դուք խուսափեք, այսինքն կամ պարզապես չհամաձայնեք։ Եթե ես ընտրել եմ այդ մասնագիտությունը, այդ պրոֆեսիան, Արմեն Էդգարիչը ոնց ասել, դա պրոֆեսիա է, եթե ես ընտրել եմ, դա իմ հացն է, այսինքն ինձ ես չպետք է հրաժարվեմ, իրավունք չունեմ հրաժարվելու։ Ես պետք է խաղամ ամեն ինչ։ Շնորհակալություն, սպառիչ էր պատասխանը։ Իսկ պարոն Ալեքսանյան, այդ բացասական դերերը երբեմն որ լինում են, այդ դուք որ մտնում եք այդ կերպարի մեջ, իսկ սովորաբար ասում են այդ կերպարից դուրս գալն էլ որոշակի process է։ Թե այդպիսի բան չկա, ուղղակի նկարման հրապարակում արդեն վերջ լույսերն անջատեցին եւ արդեն Արտաշես Ալեքսանյանն է ՀՀ քաղաքացի։ Այո։ Վերջ։ Բա իհարկե։ Դիդրոն շատ լավ խոսք ունի իր աշխատությունների մեջ, ասում է դերասանը պետք է մտնի կերպարի մեջ, բայց միևնույն ժամանակ ինքը կողքից պետք է հսկի կերպարին։ Այսինքն որ չտրվես էմոցիաներին, չմտնես լրիվ դառնաս այդ կերպար ու Դեզդեմոնային խեղդես, վաղ միսօր Դեզդեմոնաման չգանք։ Շնորհակալություն։ Այդպես էլ կոչում է վերահսկիչ։ Այսինքն այդ վերահսկիչը պիտի միացնես, որ Դեզդեմոնային չխեղդես, բայց այնպես պիտի անես, որ բոլորը կարծեն, որ հեսա կխեղդես։ Եվ այսպես խորհրդային տարիներին ստեղծված ֆիլմերի շատ հերոսներ մնացին որպես խորհրդանիշեր, եթե մեկին ուզում էին ավելի պատկերավոր ներկայացնել, ասում էին, ոնց որ դարչոն ու կեկելը լինեք, ինչպես Մարգրիտի խոսքը հի, եւ այսպես հիշարժան ֆիլմերից է Հենրիկ Մալյանի Կտոր երկինքը, որից շատ բան ունենք հիշելու, եւ այսպես տաղավար հրավիրենք այդ ֆիլմում խաղացած սիրված դերասանուհի Էվելինե Աշայինյանին, ով այսօր գտնվում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ եւ գտնվում է Ազատ գոտու տաղավարում։ Ծափարենք մեր շատ սիրելի վաստակավոր արտիստուն, ով գտնվում է Ազատ գոտու տաղավարում, բարի երեկո։ Բարի երեկո։ Խորհրդային տարիներին այդ դերում հանդես գալը, հետաքրքիր է ինչ էմոցիաներ են այդ ժամանակահատվածում եւ պատկերացնում եմ։ Գիտեք ինչ, եւ այդ ժամանակահատվածում եւ հետո իհարկե բազմաթիվ դերեր եմ խաղացել, բայց չգիտես ինչի բոլորի մոտ տպավորվել է Կտոր երկինքը, որի համար ես շատ հպարտ եմ, որովհետեւ ես այդ ժամանակ կարողացել եմ շփվել, այսինքն ինձ այդ մեծ պատիվն է տրվել աշխատել այդպիսի մեծ ռեժիսորի հետ, Հենրիկ Մալյանի հետ։ Ծափարենք։ Մեր հանդիսատեսի մոտ նման կարծիք կա, որ նույնացնում են կերպարը մարդու դերասանի հետ։ Դա այդպես չէ։ Դերասան հենց դրա համար է ստեղծված, որ այսօր խաղա բացասական դերեր, վաղը դրական դերեր, վաղը հերոսուհի եւ բնավորություններ, ինչքան շատ բնավորություններ կարողանում է կերտել դերասանը իր ստեղծագործական կյանքում, այդքան ինձ թվում է դերասանը աճում է եւ դերասանը ունի իր ասելիքը միշտ։ Շնորհակալություն։ Տիկին Շահինյան, հետաքրքիր է, այդ շրջանում, երբ խաղացիք այդ դերը, հետաքրքիր է, դրանից հետո ինչ ազդեցություն ունեցավ զուտ, պարզապես ձեր անձնական կյանքի վրա։ Դե գիտեք ինչ, ասեմ, որ անձնական կյանքի վրա ինչ-որ ազդեցություն ունեցավ, ոչ, պարզապես ես այդ ժամանակ շփվեցի հետաքրքիր մարդկանց հետ, ասացի ես, որ դրանով ես շատ եմ հպարտանում, եւ ինչպես իմ ընկերները նոր ասացին, դերը խաղում ես, եւ հետո անցնում ես ուրիշ կերպարին։ Դա այդքան չպետք է խորանաս դրա մեջ, ճիշտ եմ թե չէ։ Շնորհակալություն Ծափարեն Էդգարին։ Ես նաև հիշում եմ, երբ շատ փոքր էի, երբ նայում էինք ֆիլմը, հենց այդ հատվածը, երբ դուք երեք քույրերով քայլում են, մոտավորապես ընդ որում
կինոթատրոնում էինք նայում, այսպես կողքերից ծնողները երեխաներին բացատրում էին. երեխաներ, դուք գիտեք այն ժամանակ, երբ այս երեք քույրերը քայլում էին, դուք գիտեք մենք ինչեր էինք խոսում, բան այն ժամանակ դա արգելված թեմա էր, գիտեմ մենք բոլորս այս երեք քույրերին այլ կերպ էինք վերաբերվում, այդ ժամանակահատվածում դա կար։ Դե չգիտեմ, Դա միշտ տարբեր էլ մարդիկ, եղել է։ երևի, տարբեր մարդիկ տարբեր ընկալում ունեն, նայած ով ինչպես է մոտենում դրան, գիտեք, ով ինչպես է մոտենում։ Ես զգում եմ, որ անդադ ինչ-որ տեր է Ուզում ես, ստանում։ պետք չէ, ես Ես ասեցի, չէ։ օրինակ կպատմեմ։ Ուրեմն հեռուստատեսությամբ Աննա Էլբակյանի հետ միասին մենք խաղում ենք հեռուստաներկայացում շատ սիրելի Օլգա Մելիք-Վրթանեսյանն էր ռեժիսորը եւ Զավեն Տատենցյանը կոչում էր 6-րդ հարկ եւ այդ ներկայացման մեջ իմ պատճառով հերոսուհին Աննան էր իմ կերպարի պատճառով հիմա անունն էլ չեմ հիշում թե ինչ էի խաղում բայց շատ վատ մարդու էի խաղում որը գայթակղում է այդ աղջկան եւ նա իմ պատճառով թունավորում է ինքն իրեն ու անցան տարիներ, մի 2-3 տարի, մի օր փողոցով գնում էի մի գարեջրատան մոտով, որի տերը կանգնած էր դռանը գարեջրատան, ասեց, վայ Արմեն ջան, մի րոպե արի մտնենք մի հատ գարեջուր խմի, էլի իմ գարեջրատանը։ Ասի լավ, գամ։ Մտանք, նստեցինք սեղանի մոտ, ասեց մի վայրկյան գնում եմ ձուկ բերեմ։ Հեսա ես կաբինետում ձուկ ունեմ, այդ ձկով գարեջուրը խմենք։ Ասի լավ գնա։ Ինձ բերեցին, որպես գարեջուր դրեցին առաջս, մեկ էլ հայտնվեց մի հատ տատիկ, որը վերցրեց ուրեմն այդ գարեջրի բանը, ոնց են դրան ասում, վերջի բաժակը, թե ինչը, հա, ուրեմն վերցրեց, բարձրացրեց, ցենց սկսեց այդ սեղանը մաքրել, որտեղ դեռ այնքան էլ մաքուր չէր, բայց գարեջուրն արդեն բերել էին։ Ուրեմն մաքրեց, վրաս չէր նայում, հետո մեկ է գլուխը բարձրացրեց ու ինձ տեսավ։ Հետո այդ կեղտոտ այդ ռուսերեն լավ բառը, տրյապկան փալասը, ուրեմն վերցրեց ու ասեց, վայ թաղեմ բոյ այդ քու պատճառով, այդ խեղճ երեխեն թունավորվեց ու այդ փալասով խփեց գլխից։ Եվ ներողություն էլի հայտնի պատմություն կա, մեր դասական հրաշալի արտիստներից մեկը, Միքայել Մանվելյանը, խաղում էր Յագո, ոչ ավել ոչ պակաս, Վահրամ Փափազյանի հետ էլ է նախաղացել Յագո, Շեքսպիրի Օթելլո ներկայացման մեջ, որը տարել են Թուրքիայում ցույց են տվել։ Եվ Թուրքիայում նայել են այդ ներկայացումը, որից հետո հաջորդ օրը ինքը գնացել է շուկա, որ միրգ առնի, եւ հարձակվել են վրան շուկայում ծեծել է։ Այսինքն լուրջ են ընդունել։ Ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ մեր հասարակությունը լավ չի հասկանում եւ չի զգում տարբերությունը ներկայացում իրականություն։ Այդ ներկայացման եւ իրականության սահմանը գոյություն ունի։ Հիմա կան մարդիկ, որ երբեմն ինձ կանգնացնում են ու փողոցում ասում են, այ բացասական մարդու որ խաղում ես, ուրեմն մեջդ մի ինչ-որ տենց բացասական չար բան կա, որը տենց լավ ես խաղում։ Ոչ։ Դա այդպես չի։ Ընդհակառակը, բարի մարդիկ բացասական մարդկանց ավելի լավ են խաղում, որովհետև բարի մարդը միայն կարող է տեսնել այն չարությունը, որ ապրում է մարդու մեջ, իսկ մարդու մեջ եւ չարություն կա, եւ իհարկե փառքացու բարություն։ Շնորհակալություն, Տիկին Շահինյան, ինչ-որ բան եք ուզում ասել։ Ես ուզում եմ այսպեսի մի բան ավելացնել, երևի դա դերասանուհու մեծ ունակությունն է եւ ճիշտ կերպարը ընկալելու բանն է, որ նա կարողանում է եւ բացասական այնպես ստեղծի, որ նման տպավորություն լինի, որ այդ անձնավորությունը կյանքում այդպիսին է եւ դրական, այսինքն մենք խափում ենք, այդ խափվանք նա եւ նա գնում են մեր ետևից, այսինքն դերասանը ճիշտ իր տեղում է եւ ճիշտ է հասկացել իր կերպարը։ Հետո իմ կյանքում էլ ես թատրոն եւ դերասանական իմ կարիերան սկսել եմ շատ վաղ դեռ դպրոցական հասակից եւ այդ ֆիլմում որ նկարվել է, հետո ֆիլմերում, հետո թատրոնում, երբ որ դերեր էի խաղում, հեռուստաթատրոնում ավելի շատ եւ ամուսնացած էի, 2 զավակներ ունեի, բայց բոլոր յուրաքանչյուր ներկայացումից հետո եթե ասենք թե այդտեղ ուժեղ սերեր ասում են, պարզ է այդ դերասանի հետ սիրահարված են, ամուսնու հետ բաժանվել է, եւել նա ընտանիքը քայքայվում է, բայց նման բաներ չկային։ Այսինքն ես ճիշտ կարողացել եմ այդ հանդիսատեսին իմ ետևից տանել, համոզել նրանց, որ դա է ճիշտ։
Հիշում ես, որ մի ներկայացման Մենք մեջ իրար հետ ենք- խեղդում էի ես։ Գիտեմ, հիշում եմ։ Բայց չխեղդվեց, տեսեք, ահա Ագաթա Քրիստիի ներկայացման մեջ։ Այո։ Եվ մարդիկ հավատում են, եւ դա է ճիշտը։ Ուրեմն դերասանը կարողացել է կերպարը ճիշտ մատուցել։ Դա շատ կարևոր է։ Ինչպես որ այստեղ դրական բան։ Մի նույնացրեք մեզ։ թվում է- Կյանքում մենք ուրիշ ենք։ Ինձ թվում է, այս հաղորդումը սկսելուց առաջ առաջին հարցը, որ դու պիտի տայիր, այն է, որ մենք պիտի առարկան հասկանանք, թե ինչ բան է թատրոնը։ Իհարկե։ Հա, այդ թատրոնը ի վերջո խաղ է, բայց իրականության մասին։ Եվ դա հանդիսատեսը ժողովուրդը պիտի հասկանա։ Խաղ իրականության մասին։ Այստեղ նաև տեղին է խաբել բառը, որ ասեց, որովհետև մարդը երբ որ գալիս է թատրոն, նա սկզբում ինչ է անում։ Մազերն ասանջում, սափրվում, շորերը փոխում, չէ՞։ Արդեն ինքը հենց սկզբից տանը, երբ որ ինքը այդ գործողությունները կատարում է, նա պատրաստում է իրեն, նրան, որ նրան խաբելու են։ Այո։ Գեղեցիկ բաներ են ասելու, կամ մտածելու առիթ են տալու, կամ ծիծաղեցնելու են, հա, գուցե եւ կծիծաղեն, կարող է գալիս են որևէ ֆարս կամ կոմեդիա նայելու, կամ արտասվեն, բայց նրանք արդեն պատրաստ են այդ խաղին եւ այդ փոքրիկ խաբեությանը։ Այս դեպքում խաբեությունը լավ բան է։ Եվ ասեմ, որ ժամանակին ասենք եկեղեցին արգելում էր թատրոնը համարելով, որ դա աճպարարության նման մի բան է, եւ այդ առիթով Ժան-Լուի Բարրոն, մեծ դերասան Ժան-Լուի Բարրոն, ֆրանսիացի դերասան, ունի այսպիսի տողեր։ Նա ասում է, եկեղեցին արգելեց թատրոնը, բայց Աստված ոչ։ Շնորհակալություն։ Եվ այսպես նույնիսկ Շեքսպիրի Համլետի ժամանակ, երբ խաղում էր եւ դալիճից բոլորը բղավում էին եւ հնչում էր, ահա գնունին, դիմավորեք Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական եւ պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Արթուր Կարապետյանին, ով գտնվում է Ազատ գոտու տաղավարում։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ ենք, որ եկել եք եւ հետաքրքիր շատ են այն դեպքերը, որ անկախ ամենից միևնույն է այդ գնունի կերպարը շարունակում է եւ ուղղորդում է ձեզ։ Հա։ Ֆիլմը արդեն երևի կես տարի կա, որ արդեն ավարտվել է ֆիլմը, բայց այդ կերպարը ինձ չի լքում։ Չգիտեմ ինչ այդ անունը գնունի, արգանքներս պարոն գեներալ։ Դե ինչպես իմ գոլեգաներն ասացին, չգիտեմ ցավոք սրտի թե բարեբախտաբար ժողովրդի մեջ այդ բանը կա, որ կերպարին նույնացնում են։ Բարեբախտաբար եթե լավ կերպար ես խաղացել, դժբախտաբար եթե խաղացել ես, ասենք, վատ կերպար, բացասական մարդու կերպար, բայց ինձից առաջ արդեն ասացին իմ ընկերները, որ լավ մարդը շատ լավ է խաղում, չէ՞ բացասական կերպար։ Իհարկե։ Ինչպես ասենք Արտաշեսը։ Շնորհակալություն։ Չէ, բալին ու առանց բաների եմ ասում։ Ես օրինակ իմ թատերական բեմական կենսագրության մեջ ունեմ բազում բացասական դերեր, չգիտեմ անունները ձեզ ինչ կտան, ասենք Ներոն, հա? Կամ Կրեոն, որի համար ես 2 անգամ մարժանացել եմ միջազգային մրցանակի, ավելի բացասական կերպար երևի հնարավոր չի մտածել, բայց դրանից իմ էությունը չփոխվեց, ես Արթուրն եմ Կարապետյան, որ այսօր խաղում են Ներոն, վաղ խաղում է գնունի, մյուս օրը կարող է խաղալ։ Համեստ կարգին տղա։ Բայց մենք խաղում ենք, հանդիսատեսը գալիս է թատրոն, ինչպես պարոն Էլբակյանն ասաց, գալիս է խաբվելու եւ գիտակցաբար է գալիս խաբվելու։ Եկեք այսպես անենք, հա, թատրոնից դուրս գալուց հիշեք, որ եկել եք խաբվելու, կամ հերոստացույց նայելուց հիշեք, որ հենց վերջանում ֆիլմը դուք հաճելիորեն խաբվեցիք, հավատացիք այդ խաղին, խաղին։ Եվ դերասանը, որ ասենք խաղում է բացասական կերպար, նա նորմալ իր գործն է անում, նա մասնագետն է իր գործի, ասենք ինչպես ցանկացած ուրիշ մասնագետ։ Հիմա ես ուզում եմ մի բան ասել, մենք մի շատ մեծ դերասան ունեինք, Ավետ Ավետիսյան։ Իսկապես շատ մեծ դերասան էր եւ նա իր տեսակով չէր զիջում են մեծերին, որոնց անունները ավելի հաճախ են հնչում եւ հեռուստատեսությամբ եւ թատերական մասնագետների շուրթերից։ Ինչու՞։ Որովհետեւ Ավետ Ավետիսյանը միշտ վատ մարդկանց դերեր էր խաղում, բայց ինչ հրաշալի մարդեր է ես գիտեմ, բայց ինչպիսի վարպետությամբ էր դա անում։
նույն Զիմզիմովը եւ էլի դերեր, այնպես որ դա Համոզում էր։ այո, համոզում է, շատ մեծ արտիստ էր։ Եվ ուզում եմ նաև հիշել, որ հայրիկս խաղում էր Միկիտան Սաքո հեռուստատեսությամբ, դա շատ հետաքրքիր մի դերակատարում էր, շատ խորը եւ շատ վտանգավոր մարդու էր խաղում, բայց հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ուրեմն նրան չէին ատում։ Չէին ատում։ Ու ինքը ասում էր, ինչ լավ չեմ խաղացել։ Ինչ շատ լավ էր խաղում։ Գիտեք ինչ է, այդպեսի մի բան կա։ Ուրեմն ժողովրդական սեր կա, որը ժողովուրդը սկսում է, երբ արդեն կայացած դերասանն է այդպիսի դերեր խաղում, կայացած դերասանը։ Դա շատ կարևոր բան եմ իմա ձեզ ասում։ Այսինքն նա արդեն որպես արտիստ իր տեսակով այնպես է ներկայացել հասարակությանը, որ հետո նա ինչ էլ որ խաղա, հասկանում են, որ դա նա չի, պարզապես դերասանը վատ մարդու դեր է խաղում։ Դա հասկանում են։ Դա հասկանում են ենթագիտակցությամբ, բայց չեն հասկանում ուղղակի, որ այո, նորից եմ կրկնում, վատ մարդ խաղալու համար պիտի շատ լավ մարդ լինես։ Շնորհակալություն։ Եվ լավ դերասան։ Դրա մասին խոսք չկա, լավ դերասան պիտի Անպայման լավ դերասան պետք է լինես, խաղալու համար պիտի լավ դերասան։ Այո, իհարկե։ Իսկ բացասական կերպարը առավել եւս ինձ թվում է դժվար է խաղալ։ Շնորհակալություն մեր հյուրերին եւ դեռ 3 հյուրեր ունենք, ով այսօր հյուրընկալվել է մեզ մոտ։ Մեր հաջորդ հյուրը որբեր հեռուստասերիալից է, հեռուստադիտողներին ծանոթ եւ շատ բացասական կերպար խաղալուն կյանքում շատ մայիչ է ու շատ գեղեցիկ ու շատ բարի։ Խոսքը մեր Աստղիկ Աբաջյանի մասին է, Մալյանի անվան թատրոնի դերասանուհու։ Հրավիրենք Ազատ Գոտու տաղավար։ Բարի երեկո Աստղիկ, արդեն մի անգամից արդեն թեմայի մեջ այդ բացասական կերպարից հետո ինչ հետաքրքիր եւ դեպքեր են եղել քո կյանքում։ Բազում։ Օրինակ։ Ճիշտն ասած, որ ասեմ շատ ծիծաղելի դեպքեր եղել են, չեն եղել։ Բամբասանքների տեսքով ավելի հասել են ինձ, որ ես 2 անգամ ամուսնացած բաժանված եմ, երկրորդ անգամ գյուղ եմ գնացել հարս, ինձ ծեծել են, տանից դուրս են արել։ Այդպես նման բաներ, ոչ մի Դա բոլոր դերասանների բոլորիս հետ եղել է։ տարիքս են շփոթում, ճիշտն ասած մոտենում են, ասում են, «Էս դու լրիվ երեխա ես, այնտեղ տարիքով կին ես»։ Ավելի կոպիտ են իհարկե ասում։ Ավելի կոպիտ են ասում, դուք այսօր մեղմ արտահայտվեցիք, հա, ինչպես ասացաք։ Դա իսկ ինչ դերեր եք այսօր խաղում։ Եվ կամ առասարակ, որ թատրոնում խաղում եք, միևնույն է, չեն հիշում այն որբերի հերոսուհու այն կերպարը եւ բեմից։ Հիշում են ճիշտն ասած, այսօր միայն թատրոնում եմ զբաղված, տարբեր դերեր են, հիմնականում ավելի թեթև, կատակերգական ժանրի մեջ է այժմյան դերերս, որբերը հիշում են, ես ուրախ եմ իհարկե եւ շնորհակալ եմ, որ հիշում են դեռ։ Շնորհակալություն, ծափահարենք։ Եվ այսպես դերասանուին համակրելի քնքուշկին է, որը մարմնավորել է դաժան տնօրենի դերը։ Դիմավորեք Տիկին Շեկոյանին, ներեցեք Նայրա Շահիրյանին, դրամատիկական թատրոնի դերասանուհուն։ Ողջույն։ Բարի երեկո։ Մեզ անկյուն չես կանգնում ես։ Ինչպես եք Տիկին Շեկոյան։ Շնորհակալություն Շեկոյան։ Ներողություն, շփոթեցի կրկին ֆիլմի հասկանունով ասացի, ինչպես բոլորն են շփոթ։ Այդտեղ ձեր կյանքում էլ են լինում այդպիսի շփոթմունքներ, որովհետև դերասանուհի այդքան ժամանակ դպրոցի տնօրեն կմտածեիք, որ երբևէ կդառնաք դպրոցի տնօրեն։ Չէի մտածի, բայց այդպես ստացվեց եւ երբ առաջարկեցին, ես համաձայնվեցի այդ հերոստա նովելում մասնակցել, հենց միայն այդ պատճառով, որ բացասական կերպար է, որովհետեւ որպես դերասանուհի ինձ հետաքրքիր է բացասական կերպարը, շատ ավելի հետաքրքիր է այդպես աշխատելը։ Ինչու՞։ Որովհետեւ հասկանում ես, որ դու տիրապետում ես քո արվեստի արհեստին։ Չգիտեմ, ճիշտ արտահայտություն։ Հետաքրքիր, մարդ մեկ անգամ է սովորում, այսինքն դպրոցի տարիները մեկ անգամ է անցում։ Ձեր դպրոցի տնօրենը նույնքան խիստ էր եւ նույնքան դաժան։ Այ որտեղից եք վերցրել այդ պրակտիկան։ Իմ դպրոցի տնօրենի մասին ոչինչ, որովհետեւ այդ կինը, այդ տնօրենը հիմա չկա։ Բայց ես կասեմ, որ այդ կերպարը ինձ համար շատ հեշտ էր ստեղծել, որովհետև պրոտոտիպներ շատ կային։ Նախատիպը կար։ Այո, շատ կային։ Հիմա դուք Եվ լավ ինչն է բան հետաքրքիր, որ նկարահանող, հենց մեր նկարահանող խմբի եւ օպերատորները եւ գրիմյորը, Ստեղծագործական թիմը, ստեղծագործական խմբից յուրաքանչյուրը հերթով մոտենում են ասում են,
այսօր նենց նման էր իմ ուսմասվարին։ Հետո մյուսն է մոտենում, այսօր նենց նման էր իմ դասղեկին, վայ այսօր նենց իսկական իմ տնօրենն էր։ Այսինքն նմանություն կա։ Հասկանալի։ Եվ այսպես կան դեպքեր, որ ֆիլմում շատ կարևոր կերպար մարմնավորելու համար ռեժիսորը դիմում է ոչ թե դերասանի, այլ տիպաժի ընտրությանը եւ հաջորդ մեր հերոսը, ով գտնում է մեզ մոտ տաղավարում, բազում ֆիլմերում է խաղացել եւ անցել է Արցախյան ազատամարտի թեժ գծով եւ նկարահանվելով Արցախյան ազատամարտի մասին պատմող ֆիլմաշարում նա այնքան լավ որդեգրեց եւ նկարահանվեց այդ ֆիլմում, որ նույն Ղարաբաղում նա բազում խնդիրներ ունեցավ եւ սիրով նրան հրավիրենք տաղավար, խոսքը Մարտին Եսայանի մասին է։ Համեցեք։ Ծափարենք Մարտին Եսայանին, բարև ձեզ, շնորհակալություն, որ հյուրընկալվեցիք մեզ մոտ։ Այդ ֆիլմում դուք խաղում եք ադրբեջանցու կերպար եւ պարզ է այդ կերպարը բավական տարածում գտավ եւ խնդրեմ պատմեք, ինչ ստացվեց հետո։ Թույլ տվեք օգտորը առիթից ողջունել բոլորին, ցանկանալ ամենայն բարին եւ ամենագլխավորը այն ինչի մասին մենք խորհում մտածում ենք, դա Աստված այդ ամենը կյանքի կոչվի։ Ես ուզում եմ խոնարհվել այն քաջերի առջև, ովքեր չկան, ովքեր իմ մարտական ընկերներ են եղել եւ դա Աստված մենք իրենց պատիվը բարձր պահենք։ Ամեն դեպքում անցնելով այդ ամենի միջով վիրավորվելով 7 անգամ գերի ընկնելով ես աշխատում էի անել այնպես, որ հանրությանը ցույց տալ, թե ինչի են դիմակայել հայ ժողովուրդը։ Որովհետև այս ամենը ֆիլմը ցուցադրվելուց հետո շատ ընկերներ խորովել են ինձանից, հետո չեն շփվում, ունեմ խնդիրներ Ղարաբաղում, ուղղակի սա այնքան խորն է, որ մտել է։ Ուղղակի ես աշխատել եմ հանրությանը ցույց տալ, թե իրոք ինչի ենք դիմակայել։ Ինչպես են թվում էր, թե ազերիներին դյուրին կլիներ հայաթափանել Լեռնային Ղարաբաղը, բայց իրենք հանդիպեցին մի մեծ ցավի։ Ուղղակի մենք կանգուն ենք ու մնանք պիտի մնանք կանգուն։ Իմ համար խնդիրներ ծագեցին Լեռնային Ղարաբաղում։ Իրոք մարդիկ, որ իմ հետ անցել են մարտի դաշտով, հետո չեն շփվում։ Չկա այդ շփումը։ Մարդիկ ինձ թող դուք խաղացել եք ադրբեջանցու։ Գիտեք, այսօր այդ ցավը այնքան խորն է Լեռնային Ղարաբաղում, որ դա զարթուն է։ Եկեք մի խոսք հիշենք ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, որ մենք ամբողջ հայությամբ ազատագրեցինք Արցախյան գոյապայ քարացինք, մենք հաղթող դուրս եկանք, չէ՞, բայց պիտի մենք չմոռանանք, որ պատերազմի գլխավոր դերակատարը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էին։ Եկեք փորձենք մտնենք ամեն մի տուն, ու ամեն մի տուն կախված է 1, 2 կամ 3 որդի է զոհվել։ Ու ֆիլմը դիտելուց հետո եթե մինչ շատ նայել եմ մի 4-5 հազար մարդ, հիմա ամբողջ Ղարաբաղն է ֆիլմը նայել։ Ես ամեն քայլափոխի չէի կարող պատասխանել ով եմ ես, կամ նույնիսկ մարդիկ ճանաչելով ինձ, անձին Մարտին Եսայանին, որի հետ կռվել են, իմ հետ գնդակարել են ճշնամու, նեղանում է ինձանից։ Ինչու դու մի ուրիշ դե մեկը պետք է ես ծանոթ լինեմ իրենց լեզվին։ Ոնց որ հայերեն գիտեմ, այնպես գիտեմ ազերեն լեզուն, թուրքերի լեզուն, իրենց նիստուկաց, իրենց երգել, իրենց ազգային երգերը բոլորը գիտեմ ես։ Ու իրոք աշխատում է անել այնպես, որ ոչ թե միայն հայ ժողովուրդ անցել է դրա միջով տեղյակ են, որ իմանա երկիրը թե ինչի է դիմակայել հայ ժողովուրդը 20-րդ դարի։ Ես կարդում էի մի հոդված, հենց կապված այդ ֆիլմի մասին, այդ հոդվածում ասում է, որ նույնիսկ ձեր աղջիկն է խնդիրներ ունեցել, եւ հետաքրքիր է։ Այո, նման բան է եղել է, որ ինքը եկել է տուն նեղացած աչքերը լիք։ Գիտեք, ֆիլմը ցուցադրում է, այ բոլորը դերասաններ են կանգնած տեղ, տարբեր դերեր են տանում։ Գան քո մոտով անցնեն, գնան դերասանի հետ նկարվի, իսկ իմ երեսին թքեն։ Ո՞ս կոնտեն, կուզուլվեք այդ մտքերի հետ։ Արդյոք կարող եք դիմակայել։ Ես դիմակայել եմ, ես շատ բաների եմ դիմակայել։ Ես 27 հոգի 2 սուտկանից ծեծել եմ, դիմակայել եմ։ Ես ջարդել եմ, ամեն ճանապարհ անցել եմ։ Ես խոնարհվում եմ հանդգուրության տեր մարդկանց առաջ, ովքեր անցել են իմ հետ։ Բայց որպեսզի ցույց տալ իրականությունը, մտել մեջ ես նույնիսկ եղել եմ պահ, որ ֆիլմում այնտեղ ես երեխա եմ սպանում, երեխա եմ մորթում, ու դրանից ես վատացել եմ, ինձ զորով էր ուշքի բերել։ Դժվար է, Անհավանական էր։ Միայն այսքանից հետո ես ասեմ, Մարտին Եսայանը պարգևատրվել է Անդրանիկ Օզանյանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արիության, Մարտական ծառայության, Մայրական երախտագիտության Արցախի քաջորդիների եւ առհասարակ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի մենք ուղղակի հարգում ենք, որովհետեւ դուք ձեր դերը իսկապես որ լավ եք խաղացել եւ պարոնայք, կարծում եմ մնացած արդեն ձեր դիտարկումներն են եւ ձեր ասելիքը։ Եթե թույլ կտաք ես իմ բան ասեմ,
այն հերոսությունը, որը Մարտինը ցուցաբերել է ռազմի դաշտում, իրական ռազմի դաշտում, ես կարծում էլ ավելի պիտի մեջդ քաջություն ունենաս, որպեսզի կինոյում նույն հերոսը մարմնավորեր իր թշնամուն ու մարմնավոր ես նայել եմ ինչ որ խաղացել է Մարտինը եւ ինքը իր որպես դերասան ինքը իր դերակատարում էր փայլուն եւ ցույց էր տալիս իսկական թշնամու դեմքը եւ կարծում ինչքան հերոսություն պիտի ունենաս, ինչքան համարձակություն պիտի ունենաս մեջդ, որ գնաս այդ քայլին։ Մարտինը գնաց ու հիմա ես կարծում եմ, որ ովքեր որ մեզ լսում են հիմա այն մարդիկ, ովքեր որ չարությամբ են տրամադրված, ժողովուրդ այդքան միամիտ մի եղեք։ Իհարկե։ Մի եղեք, եւ ես կարծում եմ հիմա մեկ անգամ եւս որպես իրոք հերոսի Իրոք մարդու, որ 7 անգամ վիրավորվել է, գերի է ընկել, կռվել է, ոնց կարող է մարդու լեզուն գնալ եւ նրան մեղադրեն նման անհեթեթ բանի մեջ։ Փայլուն ես արել դերդ, ապրես։ Պարոն Ալեքսանյան, ես գիտեմ դուք նույնպես թուրքի դեր եք խաղացել, այդտեղ դերից հետո ձեզ մոտ ինչ արձագանք է եղել։ Ասեմ, որ այդ նույն ուղին ինչ որ Մարտինն անցել, նույն ուղին ես եմ անցել, ու այդքան թվարկված բաներ էլ ես ունեմ անունչը մեդալներ։ Այստեղ գալուց առաջ մի հոգի լավ ասեց ինչ ռիսկ ես արել, ասեց թուրքի կերպար ես խաղացել, որովհետև թուրքերն ու ազերիները ասեց համ նկարում են, համ էլ իրանց մոտ գրանցում են։ Աստված ոչ ան էլի, հանրապետությունից դուրս ա միտեղ գնաս, ինչ իմանաս, ինչ կլինի։ Դա ռիսկի գործոնն է խոսում, որ ասենք դա ռիսկի գործոն է, բայց ստեղ մի հատ բայց կա։ Այդ դերը խաղալու ընթացքում ես գնացի ավտոշուկա, մեքենայի մասը էի նայում, ժողովուրդը բան, որ լավ էլ ախպերել դեր չկար խաղալու, այդ թուրքի կերպարը պետք է խաղայր էլի, որ լավ էլի, այդ հոց բազմության մեջ սպիտակահեր մազերով մի մարդ կար, ասեց շատ շնորհակալություն տղա ջան։ Ասես եւս մի անգամ դու հիշացրիր մեր ազգին, արթնացրիր, թե իրենից ինչ է ով չէ, ինչ է ներկայացնում թուրքը։ Եվս մի անգամ մենք զգոն զգացինք մեզ, եւս մի անգամ մենք զգուշացում ձեռք բերեցինք։ Ու հետո այդ ինչի կերպար խաղալը շատ դժվար բան է, բարդ բան է, այնքան հավաստի պետք է կարողանաս տեղ հասցնես, որ այդպես Մարտինն ասում է չընդունեցին, լավ խոսք ասում է, ես մեղավոր չեմ, որ իրան թերակշռված տեղը, ուրեմն թող ինքը մտածի, թե ինքը ինչի է տենց վերաբերում քեզ, բայց դա մեկ է հերոսության հավասար գործողությունը, դա իրոք ոչ շատերը չեն գնա արտիստներից, այս դեպքում դերասան չեմ ասի, արտիստներից ոչ բոլորը կգնան նման քայլի, որը որ իր հետևից ունի շատ վտանգավոր ինչ-որ պայթուցիկ, չգիտեմ արկեր ոնց որ լինի դրանց վրայով ենք մենք քայլել, ես էլ եմ խաղացել կերպար, դու էլ ես խաղացել այդ կերպար։ Ես գրել եմ, որ դու խիշնիկ ես։ Դա շատ լավ է, իրոքը տենց է եղել, որ պատմությունը շուր ես տալի չես տեսնում, ինչ են արել։ Թող մի հատ բաց են գրքերը կարդան, պատմությունների կան չնորից կարդան։ Այո, թող նորից կարդան, տեսնեն թուրքը ինչ է արել այս ազգի հետ։ Բայց ես չլնեմ, դու չլնես, մեկը ես աղա, դու աղա, բամերալու նով աղա։ Պարոն Էրբակյան, ունեք այս առիթով ձեր դիտարկումը եւ ավելացումը։ Ես ցավոք սրտի ֆիլմը չեմ տեսել, բայց գիտեմ, որ լինում են դեպքեր, որ ոչ դերասան մարդիկ, որոնք խաղում են կինոներում, հատկապես կինոներում է դա ավելի շատ պատահում, երբեմն այնքան հավաստի են լինում, որ անգամ արտիստը կարող է այդքան հավաստի չլինել։ Եվ այդ հավաստիությունը երբեմն նաև ազդում է մարդկանց վրա։ Վստահ եմ, որ գոլեգաներս, որ ինչ-որ ասում են, ուրեմն այդպես էլ կա, ուրեմն ֆիլմում թուրքի կերպարը, որը ստեղծված է, հասել է իր նպատակին, նպատակը իրագործված է, նրա բարոյական չափանիշը շեշտեց Արտաշեսը, դա էլ իրագործված է,
Ես ուզում եմ ավելի խորքային բանի մասին խոսել, ինչի մասին ես նոր ուշադիր լսում էի Մարտինին, եւ ինքն էլ ասեց, շատ լավ կլիներ, որ ես հաղորդմանը հոգեբան էլ հրավիրված լիներ, բայց լավ հոգեբան, որովհետեւ սա լուրջ զրույց է, ես չեմ կարող հոգեբանական վերլուծություն տալ այս հարցին, բայց գիտեմ, որ աշխարհում տարբեր սինդրոմներ կան, չգիտեմ հայերեն այդ բառը ոնց է, օրինակ կա վիետնամյան սինդրոմ, այսինքն վիետնամյան պատերազմից հետո մարդիկ զինվորները հատկապես շատ ծանր ազդեցություն է դա թողել մարդկանց վրա։ Այս պարագայում կա նաև Ղարաբաղի սինդրոմը, իմ կարծիքով, ես ինչ որ խոսում եմ անպայման իմ կարծիքովը պիտի շեշտեմ, որովհետև կարող է ինչ որ բաներ սխալ ասեմ, բայց հաստատ կա, որովհետև պատերազմը հենց Ղարաբաղի, մեր Արցախի հողի վրա էր։ Եվ յուրաքանչյուրի մեջ վերքը դեռ բաց է, սպիացած չի։ Այս հարցում դե Մարտինը դա չէր կարող նկատի ունենալ, բայց դա նկատի ունենալ անհրաժեշտ է, որովհետև մարդկանց շատ դժվար է դրա հետ հաշտվել։ Ես չգիտեմ, մենք պրոֆեսիոնալներ ենք եւ պրոֆեսիայի դիրքից ենք խոսում, բայց դա բարդ հարց է եւ դրա համար ժամանակ է պետք։ Ուղղակի ես ուզում եմ, որպեսզի եթե մեզ լսում են մեր շատ սիրելի արցախցի բարեկամները, որպեսզի նրանք հասկանան, փորձում եմ վստահ եմ, որ հասկանում են, բայց նաեւ հաշտվեն նրա հետ, որ այո, ինչ որ մեկը պիտի խաղար այդ դերը եւ պիտի խաղար այնպիսի ճշմարտությամբ, որ նորից ու նորից ատելություն առաջացներ այն թշնամության հանդեպ, որը արվում է ազգի դեմ։ Բայց ես ուզում եմ նաև շեշտել հետևյալ հանգամանքը, որ ընդհանրապես թուրք բառը մեզ համար շատ ծանր բառ է, չէ՞, բայց մեկ է, նրանց էլ է Աստված ստեղծել։ Պարզապես այդպես ինչպես Կայենին եւ Աբելին Աստված է ստեղծել եւ պատահական չի, որ հետո Աստված գոչում է Կայենին, թե որտեղ է քո եղբայր Աբելը։ Այսինքն դա մենք գիտենք։ Մենք գիտենք, որ Կայենի սինդրոմն էլ կա եւ որ այդ սպանությունն ու արյունը թափողը հենց Կայենյան սինդրոմի ներկայացուցիչն է եւ մեզ համար դա շատ ծանր է, բայց դա կա եւ Աստծո աչքին բոլոր մարդիկ հավասար են։ Պարզապես մենք պիտի այո, ինչպես Արտաշեսն ասեց, զգոն լինենք ու հասկանանք, թե ում հետ գործ ունենք, բայց նաեւ հասկանանք, որ մենք արնախումներ չենք եւ բայց տեր ենք մեր երկրին, Աստված ստեղծում է մարդկանց, ամեն մեկ իրեն զույգ է գտնում, մենք էլ մեր զույգ հարևանին կգտնենք, կզույգվենք ու կբարեկամանանք եւ փետնել մեր ձեռից պետք է չգցենք։ Եվ հենց դրա համար է արվեստը, որովհետեւ արվեստը ի վերջո ամբիոն է, որտեղից այո, կան գաղափարներ ու մտքեր, որոնք պիտի քարոզվեն մասսաներին, բայց գեղարվեստական միջոցներով։ Արտակ, ես կուզենայի նաև ասել, որ շատ շուտով, հուսով եմ շատ շուտով էկրան կբարձրանա մի ֆիլմ, որտեղ ես թուրք կնոջ կերպարում եմ հանդես գալիս։ Արդեն 2 տարի նկարահանված է ֆիլմը, բայց դեռ պրեմիերան չի եղել եւ երբ ինձ առաջարկեցին այդ կնոջ կերպարը, կար այն նույն մտավախությունը կար, ինչ որ հիմա ասեք Մանվելին է հուզում, հա, իր, թե ես ինչպես եմ փողոց հետո դուրս գալու, ես թող ինձանից ոչ ոք ավելի հայրենասեր եւ իր ազգը սիրող չլինի, ես իրոք շատ եմ սիրում իմ, բայց թող ձեր հայրենակիցները մի քիչ այլ կերպ նայեն, հա։ Ձեր չէ, մեր հայրենակիցն։ Մեր բոլորիս երկու տուն մեկ անուն, ինչպես ասում են։ Մի քիչ այլ կողմից նայեն։ Շատ ավելի երևի իրենց համար հաճելի կլիներ, եթե վճարեին մեծ գումարներ, թուրք դերասան հրավիրեին այստեղ Հայաստան, Արցախ, Արցախում թուրք դերասան գար եւ նկարահանվեր ֆիլմում։ Ավելի ճիշտ կլիներ, անհնարին է, չէ՞։ Ուրեմն մեկը պետք է ի վերջո դերասանը արել է իր գործը։
իր մասնագիտությունը։ Հայտարարություն եմ ուզում անեմ։ Կարելի է մի հատ հայտարարություն։ Խնդրեմ։ Ռեժիսորներ, ինչքան թուրքի դեր կա, տվեք ինձ։ Շնորհակալություն, ծափարեմ։ Ոչ մի թուրք, ոչ մի ազեր չի կարողանա տենց ներկայացնի իր ազգին, ոնց որ մենք կներկայացնենք։ Շնորհակալություն։ Եվ վերջում ուզեմ հիմա հարցները։ Հիմա դուք ինչով եք զբաղված եւ ինչ եք անում։ Դրա մասին չխոսենք, չեմ ուզում ես դրա մասին խոսել, ես ուղղակի ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արտուր Կարապետյանին, որ ես առաջին անգամ հայի կերպարով Աննա սերիալում հերոսասերիալում նկարահանվել եմ։ Եվ հիմա օգտվելով որ դիմում եմ բոլոր ռեժիսորներին, ովքեր կուզենան ֆիլմ հանել Արցախյան գյուղապայքարի մասին, սկսած բեմադրությունից, սկսած ամեն ինչից ես կլինեմ իրենց կողքին, կօգնեմ ու այս անգամ երբեք ոչ մի սահմանների ես ազերի կերպար եմ բաց, հայի կերպար։ Փորձենք մի քիչ ես ժողովրդին պատմեմ, որ ես հայ եմ, Լավ, դու էլ դարձար աղա։ Շնորհակալություն, ծափարեմ։ Ես կամ։ Բայց կերպարը հասել է նպատակին, հասկանում ես, ինչ կա այստեղ բանաներ, ես չեմ հասկանում։ Դու ինչ որ կերտել ես այն կերպարը հասել է իր նպատակին։ Այո։ Ու ինքան ուժեղը հասել իր նպատակին, որ մարդիկ Մարտին ջան, մի բան էլ ասեմ, եթե դու արդեն այդ պատերազմ կոչեցյալում այդ 20 տարվա պատերազմի պայքարը արեցիր, էլ պատերազմ չունես անելու, կարաս խաղաս ուրիշ կերպարներ, բայց ես հլը ունեմ պատերազմ, հլը իմ արյան մեջ, իմ պապերիս վրեժը, հլը իմ պապիս տատիս ընդե, ես երզրումցի եմ արմատներով, բա ես այդ իմ նեսինը պտի հլը հանեմ, հլը պտի դուրս բերեմ, չի կարելի ասեն 20 տարի, արվեստագետները ամբողջ կյանքը պատերազմի մեջ են, առավոտ բարձից գլուխը հանում է պատերազմը, գնում է տուն քնում է պատերազմի մեջ է։ Ծնված օրվանից մինչև մահիճ։ Ես նորից եմ ասում։ Սա շատ նուրբ տեղ է, որտեղ Մարտին ջան կարող են եւ այդպիսի դեպքեր լինել։ Վստահ եմ, որ եթե մեզ կհարգեն ու մեր կարծիքը կհարգեն, նրանք էլ նրբանկատ կլինեն, բայց դու էլ պիտի ներողամտաբար տրամադրվես ու մեջդ էլ չգցես, որովհետև վերքը դեռ սպիացել չի։ Շնորհակալություն։ Իսկ եւ պարոնայք, ցավոք ժամանակն ավարտվեց, բայց ես կարծում եմ ավելի խելացի եւ գեղեցիկ եւ ուսուցողական եթեր դժվար էր պատկերացնել մանավանդ հեռուստադիտողների համար, կարծում եմ այն ամեն ինչ որ դուք ասացիք, նրանք գոնե կընդունեն եւ դա հետագայում նրանց անհրաժեշտ կլինի։ Շնորհակալություն երկու կողմերին էլ։ Ես կարծում եմ նման հավաքներ եւ նման զրույցներ հաճախ կլինեն, խնդրեմ։ Վերջի բառն ասեմ, մեծ բանաստեղծն ասում էր պատերազմ է ամեն տեղ, հիվանդության չկա դեղ։ Սերն ինչ է որ փողի դեմ, թող ռոբոտը քեզ ուտի։ Ես ոչինչ չունեմ ասելու, հաջողություն։